Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալ եմ պարոն Մամեջանյան, շնորհակալ եմ բոլոր բանախոսներին, լրատվամիջոցներին եւ լսարանին։ Միգուցե այս միջոցառման անհրաժեշտությունը չլիներ, եթե Հայաստանի կառավարիչները սպասարկեն Հայաստանի Հանրապետության ազգային ու պետական շահը եւ դեկտեմբերի 9-ին նմանատիպ շատ ավելի մեծ միջոցառում կազմակերպեին, այդ թվում նաեւ միջազգային, ինչ արվում էր մինչև 18 թվականը։ Առնվազն նախագահ Սարգսյանի կառավարման շրջանում նմանատիպ միջոցառումները օրինաչափություն են։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, պարոն Մամեջանյան, պետք է նշեմ, որ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը նախաձեռնող էր արտաքին քաղաքականությունը եւ դա երևում էր ոչ միայն Հայաստան-Թուրքիա առանց նախապայմանների հարաբերությունների հաստատելու ձգտման մեջ, այլ նաեւ հայոց ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը նոր ավելի մեծ որակական փուլ մտցնելու մեջ։ Ես դրա մասին կխոսեմ։ Իհարկե, երբ որ 2008 թվականին նախագահ Սարգսյանը նախաձեռնեց իր ֆուտբոլային դիվանագիտությունը, կային նաեւ ազնիվ մտահոգություններ որոշ քաղաքական եւ ոչ միայն քաղաքական շրջանակների մոտ, մասնավորապես նաեւ Սփյուռքում, որ հնարավոր է հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման գործընթացը կամ դառնի կամ դանդաղի։ Ես կարող եմ ասել, որ նախագահ Սարգսյանի եւ հանրապետական կուսակցության 10 տարվա կառավարումը ապացուցեց մի բան։ Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն կանգ չառավ, այլ նաեւ նոր թափ ստացավ, նոր որակ ստացավ, ես դրա մասին կխոսեմ, դա թուրքական ժխտողականության դեմ պայքարն էր, եւ երրորդ նոր որակը դա, այո, դուք շատ ճիշտ նշեցիք, այլ մեր բախտակից ժողովուրդների ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման գործընթացի լոկոմոտիվ լինելն էր։ Տեսեք, առաջին իսկ պահից, երբ որ 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրվում էին հայ-թուրքական պրոտոկոլները, թուրքական դիվանագիտությունը Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ ցանկացան պրոտոկոլների ժամանակ խոսել հայոց ցեղասպանությունից եւ Արցախից։ Հանրապետության նախագահը եւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հստակ պաշտպանելով ազգային ու պետական շահը թույլ չտվեցին, որպեսզի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավութօղլուն թեկուզ մեկ բառ կամ մեկ ստորակետ արտաբերի կամ ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման կամ արցախյան բանակցությունների վերաբերյալ, որովհետև հստակ էր մեր կարմիր գիծը, որ հայ-թուրքական գործընթացը որևէ կապ չունի արցախյան գործընթացի հետ, եւ սա առանց նախապայմանների գործընթաց է, եւ սա որևէ կապ չունի ցեղասպանության դատապարտումը կանգնեցնելու հետ։ Տեսեք, 10 թվականին Շվեյցարիայի խորհրդարանը ճանաչեց, այնուհետև Բրազիլիան ճանաչեց, Լյուքսեմբուրգը ճանաչեց, Չեխիան ճանաչեց 10-ին։ Ուրեմն Հռոմի Պապա Ֆրանցիսկոսը պատարագի ժամանակ խոսեց հայոց ցեղասպանության մասին, Եվրոպական խորհրդարանը դրա մասին խոսեց, Հունաստանը հատուկ որոշման հանդես եկավ, ես դրա մասին հերթով կգամ։ Գերմանիան եւ նախագահի մակարդակով եւ Բունդեստագը։ Բայց ես հիմա ժամանակագրությունը չխախտեմ, հերթով գամ։ Տեսեք, ՄԱԿ-ի 69-րդ նստաշրջանն է, ասամբլեան է, հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա իր խոսքը սկսում է շնորհակալություն հայտնելով բոլոր այդ պետություններին եւ կազմակերպություններին, որոնք ճանաչել ու դատապարտել են հայոց ցեղասպանությունը։ Խոսելով հայ-թուրքական պրոտոկոլների մասին, նախագահ Սարգսյանը խոսում է այն վավերացնելու անհրաժեշտության մասին։ Սակայն խոսում է, որ Հայաստանը թույլ չի տա, որ որևէ մեկը, այդ թվում նաեւ Թուրքիան, նախապայմաններով ու շանտաժով խոսի Հայաստանի Հանրապետության հետ։ Դա պետական ու ազգային գործի հստակ վարքագիծ է եւ խոսելով այդ պրոտոկոլների մասին նա նշեց. եթե Թուրքիան պետք է շանտաժի ենթարկի Հայաստանի Հանրապետությանը կամ ակնկալի, որ մենք հետքայլ կկատարենք հայոց ցեղասպանության ճանաչման գործում, որպեսզի մենք վավերացնենք այդ պրոտոկոլները, ապա, ինչպես ասում է մեր ժողովուրդը, գրողի ծոցը վավերացնենք։ Այդ գրողի ծոցը վավերացնելը դա մեր հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիությունության հստակ արձագանքն է։ Սա խոսում է, որ հանրապետական կառավարումը, հանրապետական իշխանությունը հստակ սպասարկում էր ազգային շահը։ 19 թիվ մենք մտանք
հստակ գիտակցմամբ, որ Հայաստանը արդեն դարձել է ընդդեմ ցեղասպանությունների հանցագործության միջազգային կենտրոն։ 19 թվականի մարտին տեղի ունեցավ Արարատի ստորոտին միջազգային մեդիա ֆորումը, որտեղ մասնակցում էին աշխարհի 150 առաջադեմ լրատվամիջոցների լրագրողներ։ Անունն էլ պատահական չէր, Արարատի ստորոտին։ Այսօրվա կառավարիչները հրաժարվում են Արարատի խորհրդից, հրաժարվում են Արարատից, իսկ Սերժ Սարգսյանի ու Հանրապետականի կառավարման շրջանում նույնիսկ մեդիա ֆորումները միջազգային հստակ ունեին մեսիջներ Արարատի ստորոտին։ Արարատը բիբլիական լեռ է եւ Արարատը խորհրդանշում է մարդկության եւ հայ ազգի վերածնունդը։ Եվ Արարատի ստորոտին նշանակում էր, որ ցեղասպանությունից հետո կա վերածնունդ։ Բայց վերածնունդի համար պետք է որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի այդ ցեղասպանությունները։ Այնուհետև եղավ մարտի 24-ը։ Ինչ էր մարտի 24-ը։ Մարտի 24-ը Հայաստանի Հանրապետության պարլամենտը Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ պատիվ եմ ունեցել լինելու այդ հարցի հիմնական զեկուցողը ճանաչել է Օսմանյան եւ Քեմալական Թուրքիայում Պոնտոսի հույների եւ ասորիների ցեղասպանությունը։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը Հանրապետական կուսակցության նախագահ Սարգսյանի կառավարման շրջանում ոչ միայն հետամուտ է լինում դատապարտելու հայոց ցեղասպանությունը, այլ նաև դատապարտում էր այս ժողովրդների նկատմամբ իրականացված ոճրագործությունները։ Եվ ի պատիվ այդ գումարման խորհրդարանի, 5-րդ գումարման խորհրդարանի, եւ ի պատիվ բոլոր խմբակցությունների, որտեղ Հանրապետական կուսակցության եւ մեր նախաձեռնությանը միացան առանց բացառության բոլոր խմբակցությունները եւ խմբակցություններում չընդգրկված պատգամավորները, միաձայն 118 ձայնով դատապարտվեց Պոնտոսի հույների եւ ասորիների ցեղասպանությունը Օսմանյան եւ Քեմալական Թուրքիայում։ Առաջացնելով ասեմ, որ մեր խորհրդարանը Հանրապետական իշխանության կառավարման խորհրդարան, երբ որ Հանրապետական ուներ մեծամասնություն, դատապարտել է նաեւ իսլամական պետության կողմից եզդի եղբայր ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։ Եվ Հայաստանը այն երկրներից է, որը դատապարտել է Մերձավոր Արևելքում իսլամական պետության կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։ Գալիս է արդեն 15 թվական ապրիլ։ Կազմակերպվում է միջազգային մեծ գլոբալ ֆորում։ Կարծում եմ պարոն Զաքարյանը դրա մասին կխոսի, որովհետև գլոբալ ֆորումի ակտիվ նախաձեռնողներից եւ կազմակերպիչներից մեկը պարոն Զաքարյանն է։ Այնտեղ էլի կարմիր գծով գնում է ընդդեմ ցեղասպանությունների դատապարտման այդ գիծը։ 24-ին ապրիլի 24-ին Հայաստան են գալիս հարյուրավոր երկրների պատվիրակներ։ Ցեղասպանության 100-րդ տարելիցներ։ Երևանում էին գտնվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 անդամների զեկույցի ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուଆ Օլանդը։ Բազմաթիվ տասնյակ երկրներ մասնակցում են խորհրդարանի ղեկավարների մակարդակով։ Սա խոսում է այն փաստի մասին, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնող պետականամետ քաղաքականությունը տալիս է իր պտուղները։ Հայաստանի ձայնը ոչ միայն լսելի էր, այլ Հայաստանը նաև քաղաքականություն էր թելադրում ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև աշխարհում։ Համեմատության համար ասեմ, այդ նույն օր ապրիլի 24-ին Թուրքիայում Էրդողանի գլխավորությամբ կազմակերպված էր Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ։ Միատեսեք մասնակիցների կազմը Ծիծեռնակաբերդում եւ մասնակիցների կազմն ու ռանգը Թուրքիայում։ Համեմատության համար ասեմ, Գալիպոլիում Թուրքիայում Ռուսաստանը ներկայացնում է Պետդումայի ղեկավարը, իսկ Ծիծեռնակաբերդում Երևանում նույն օրը Ռուսաստանը ներկայացված էր իր նախագահ Վլադիմիր Պուտինով։ Սա խոսում է Հայաստանի գործոն լինելու եւ միջազգային բարձր հեղինակություն ունենալու մասին եւ մեր քաղաքականությունը ընկալելու մասին։ Խորհրդարանական մակարդակով բազմաթիվ գործողություններ են իրականացրել։
բազմաթիվ, իմ նախաձեռնությամբ Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Սլովակիայում, Չեխիայում, Հունաստանում, Կիպրոսում, նույնիսկ Ճապոնիայում եւ Սանկտ Պետերբուրգի SNG-ի կենտրոնակայանում պարլամենտական։ Տվյալ երկրների պարլամենտականների հետ միասին կազմակերպվել են Ցեղասպանության թանգարանի ցուցանմուշների ցուցադրություն։ Բոլոր միջոցառումներին մասնակցել են տվյալ երկրի պետական պաշտոնյաները, ամենացածը ռանգ եղել է պարլամենտի փոխնախագահ։ Եվ բոլորը ելույթ են ունեցել տվյալ երկրներում, հասկանում եք, այդ երկրներում Ցեղասպանության թանգարանի ցուցադրություններ կազմակերպվել։ Եվ այդ բոլոր երկրների ղեկավարները ներկա են եղել։ Դա խոսում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության մասին։ Ավելին, 100 տարելիցին ոչ միայն մեր դաշնակից երկրները, օրինակ Ռուսաստանի Դաշնության Պետդուման հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, այլ նաև Եվրոպական միության մի շարք երկրներ, մասնավորապես Հունաստանը, մայիսի 19-ին Աթենքում Հունաստանի խորհրդարանը հատուկ նիստ գումարեց, հատուկ նիստ նվիրված հայոց ցեղասպանությանը, որտեղ ելույթով հանդես եկավ եւ Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոյի Կոստանդնոպուլոն, եւ մեր Սրբազանը, եւ Հայդատի Եվրոպական գրասենյակի ղեկավարը, եւ ձեր Ֆոնար Սարանը։ Այնուհետև շատ կարևոր փուլ էր թուրքական շփոթվածության դեմ պայքարը։ Մինչև Սերժ Սարգսյանի կառավարումը թուրքական շփոթվածության դեմ պայքարը դրված չէր միգուցե օբյեկտիվ պատճառներով ամեն ինչը պետք է լիներ հերթով իր ժամանակին տես մեծ ռեսերի վրա։ 15 թվականի ապրիլի 2-ին Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ ես մեկնեցի Կիպրոս, պայմանավորվեցինք Կիպրոսի մեր գործընկերների հետ, հանդիպեցինք Կիպրոսի խորհրդարանի նախագահ պարոն Օմիրուի հետ եւ Կիպրոսի խորհրդարանը 15 թվականի ապրիլի 2-ին հատուկ նիստով դատապարտեց թուրքական շփոթվածությունը, քրեականացրեց։ Կիպրոսի տարածքում, Եվրամիության անդամ երկիր Կիպրոսի տարածքում քրեականացված է հայոց ցեղասպանության շփոթվածությունը։ Նույնը հաջորդ տարի տեղի ունեցավ Ֆրանսիայում։ Իմի դերելով այս ամենը, ուզում եմ հստակ նշել, որ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակաշրջանում հայոց ցեղասպանության դատապարտումը ոչ միայն չնահանջեց, այլ նոր թափ ստացավ։ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակաշրջանում Հանրապետական կուսակցության իշխանության տարիներին ոչ միայն բազմաթիվ երկրներ ու միջազգային կառույցներ ճանաչեցին հայոց ցեղասպանությունը, այլ նաև Հայաստանը դարձավ ընդդեմ ցեղասպանությունների միջազգային շարժման առաջամարտիկ երկիր, ինքը նախ դատապարտելով այս ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունները, զորօրինակ հույների, ասորիների ցեղասպանությունը Թուրքիայում եւ եզիդների ցեղասպանությունը Մերձավոր Արևելքում իսլամական պետության կողմից։ Եվ մյուս կարևոր որակական փոփոխությունը, որ մենք չսահմանափակվեցինք միայն ցեղասպանության դատապարտումով, այլ քայլեր սկսեցինք կատարել հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելու ուղղությամբ։ Դրա վարվեկայությունը եւ Կիպրոսի խորհրդարանի օրինակիցներ եւ Ֆրանսիայի խորհրդարան։ Եզրափակելով խոսքս ուզում եմ ներկայացնել Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից մի հատված, որը նա նշեց, խոսեց Նյու Յորքում ՄԱԿ-ի 72-րդ դաշնաժողովում ասամբլեայում։ Նա ասեց. 18 թվական մենք մտնելու ենք առանց այս ճարաբաստիկ արձանագրությունների, որովհետև այդ արձանագրությունները Թուրքիան փորձում է շանտաժի ենթարկել Հայաստանին։ Իսկ մեր համար հայրենիքը սուրբ է, մեր նահատակների հիշատակը սուրբ է եւ Հայաստանի Հանրապետությանը հնարավոր չէ ստիպել, որպեսզի նա անցնի կարմիր գծեր։
Այսպիսով, երբ որ Հայաստանը ուներ նորմալ ազգային շահերը սպասարկող իշխանություն, իրենից Սերժ Սարգսյանի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության, կար Արցախ-Հայաստան սփյուռք եռամիացություն, եւ մենք բոլորս գործում էինք հաշվի առնելով եւ կենտրոնում ունենալով Հայաստանի Հանրապետության, Արցախի, ինչու՞ չէ մեծ թուրքայի եղբայրների եւ քույրերի ազգային շահը։ Ինքնիշխանությունը այն ժամանակ էր, երբ որ հայկական օրակարգով Պուտինն ու Օլանդը Տիցերնակաբերդում ելույթ էին ունենում։ Իշխանությունը այն ժամանակ էր, երբ որ Հայաստանը դառնում էր ընդդեմ ցեղասպանությունների պայքարի առաջամարտիկ։ Ինքնիշխանությունը այն ժամանակ էր, երբ որ Հայաստանի պատվիրակները լինում էին տարբեր երկրներում, Թուրքիայի ու Ադրբեջանի դեսպանները գիշերները չէին քնում։ Ինքնիշխանություն, անկախություն այն ժամանակ ա եղել։ Դժբախտաբար այսօրվա ուրացման քաղաքականությունը հանգեցնում է նրան, որ մենք, եթե նմանատիպ այս դժոխային իրավիճակը շարունակվի, հստակ քայլերով գնալու են դեպի վիլայեթացման կամ ադրբեջանացման։ Եվ դրա համար է այս միջոցառումը նաև, որպեսզի ոչ միայն Հայաստանում, այլ նաև եւ մեր բարեկամ, եւ մեր դաշնակից, եւ մեր ոչ բարեկամ երկրներում տեսնեն, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, կան քաղաքացիական ու հասարակական ինտելեկտուալ շրջանակներ, կան քաղաքացիներ, որոնց համար, ինչպես պարոն Մելքոնյանը նշեց, ընդդեմ մարտության հոշագործությունները ժամանակ չեն ճանաչում։ Շնորհակալ եմ։